Փաստաբան Արմինե Հարությունյանի գործը դատարանում է, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, փաստաբանը դստեր միջոցով իր վստահորդից 2 միլիոն դրամ է ստացել դատավորին կաշառելու համար։ Ըստ մեղադրանքի Հայաստանի բանկերի միության արբիտրաժային դատարանը փաստաբանի ծանոթի օգտին ոչ բարենպաստ վճիռ է կայացրել։ Հարությունյանը ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը, իսկ գործը մակագրվել է փաստաբանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատավորի։ Ֆակտոր TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավորը Գայանե Մազմանյանն է։ Նախաքննական մարմնից հայտնում են, դատավորը խոստացել է ակնկալվող ելքով դատական ակտ կայացնել 3 միլիոն դրամի դիմաց, սակայն փաստաբանը 2 միլիոն է համաձայնել տալ։ Բացի այդ, փաստաբանի բնակարանից արգրավել է նրա աշխատանքային համակարգիչը, որում կատարված թվային խոզարկությամբ եւ զննությամբ արձանագրվել է, որ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը իրականում կազմվել է 2025 թվականի ապրիլին, մինչդեռ այն թվագրվել է եւ նույն խոզարկության արդյունքում հայտնաբերվել է, որ դրանում թվագրված է պայմանագրի ամսաթիվը 2025 թվականի փետրվարի դրությամբ։ Ըստ կոմիտեի այս մասին տեղյակ է եղել նաև Արմինե Հարությունյանի վստահորդը։ Դատավոր Գայանե Մազմանյանը գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Այս հանգամանքը պաշտպանական կողմը մատնանշում է որպես հօգուտ իրենց խոսող փաստարկ։ Չի ունենալու դատավորը մեղադրյալի կարգավիճակ, որովհետև նման բան չի եղել, կաշառքի գումարի վերաբերյալ առհասարակ որևէ խոսակցություն չի եղել։ Տիկին Հարությունյանը դատավորի հետ որևէ կապ չունի, առհասարակ երբևէ չի ունեցել, բացառապես եղել են գործնական հարաբերություններ, որոնք սահմանափակվել են դատական նիստերի դահլիճով։ Փաստաբանը համոզված է, գործի հիմքում ապացույցներ չկան։ Եթե դրանք լինեին, ապա դատավորն էլ մեղադրյալի աթոռին կլիներ։ Պապոյանը հերքում է նաև այն պնդումները, թե հետին ամսաթվով թվագրված պայմանագիր է հայտնաբերվել։ Նախաքննական մարմինը հայտնում է, դատավորի մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ ներկայացված ապացույցները հիմնավոր են։ Կաշառք տված անձը դատական իշխանության ներկայացուցիչի կողմից պահանջված գումարը հայթայթելու եւ կաշառք տալու նպատակով դիմել է իր մտերիմներին եւ կոնկրետ խոսակցություններ ունեցել կաշառք տալու հանգամանքների վերաբերյալ։ Ոչ տիկին Հարությունյանն այդ ձայնագրությունները խոսում, ոչ դատավորն է խոսում։ Այդ ձայնագրությունները վերաբերվում են միջնորդ մի հատ անձնավորություն է եղել, ում միջոցով է եղել տիկին Հարությունյանի կապը վստահորդի հետ, այսինքն տիկին Հարությունյանը իր վստահորդի հետ անմիջական կապ չի ունեցել է միջնորդի միջոցով։ Նշվում է, որ տրված կաշառքն իր նպատակին ծառայել է։ Դատավորի վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը։ Արմինե Հարությունյանի փաստաբանը զավեշտալի է համարում այն, որ չնայած չեղյալ ճանաչվելուն դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել։ Եթե գործը մտածածին է, ինչու է թիրախում հայտնվել հենց Արմինե Հարությունյանը։ Պապոյանը դժվարացավ պատասխանել այս հարցին, հետապնդումը գնահատելով որպես փաստաբանական համայնքի նկատմամբ ճնշում։ Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Հարությունյանն այժմ տնային կալանքի տակ է։ Հաղորդակցությունը սահմանափակված է։